Նիկոլի նախարարն ասում է $200,000 տունը ինչ է, որ չունենամ, բա որ ամիսը $20,000 ստանաք պարգևավճար, $1 միլիոն տուն էլ կունենաք այդ հաստատ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Հայաստանում վարձու աշխատողների կեսից շատի 57%-ի միջին աշխատավարձը 107,000 դրամ է։ Հայաստանում ընդամենը 0,1%-ը ստանում է 5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։ 0,01%-ը վարձատրվում է 7 միլիոնից բարձր։ Դա այս իշխանական խմբակն է, որը ստացել է 7 միլիոն, 9 միլիոն, 17 միլիոն դրամ պարգևավճար։ Այս սա աստղաբաշխական է։ Կարճ ասած, Ժողովուրդ ջան, մեր երկրում բացի պետական պարտքից նաև կրկնապատկվել է Նիկոլի աշխատավարձը։ 8 տարում այդ մարդը իր աշխատավարձը կրկնապատկել է ինքը, բայց 8 տարում ձեզ մոտ ինչ է փոխվել։ Ձեր կյանքը որքանով է բարելավել։ Նիկոլի ապրելակերպը փոխվել է գլխիվայր։ Չուլանից հասել է պալատ։ Դու ուր ես հասել, ժողովուրդ ջան։ Դու ես նրան բերել ու բերել ես քեզ համար։ Ինչ է փոխվել քո կյանքում։ Խնդրում եմ հիշիր քեզ 2018 թվականին, քո նպատակները, քո սպասումները եւ այսօր ինչ վիճակում ես։ Դու գոհ ես քո ընտրությունից, գոհ ես քո վիճակից, վստահ եմ, որ ոչ։ Բայց լավ նորություն էլ կա։ Կարծում եմ այն է, որ ընդամենը 5 ամսից դու ունես քո որոշումը եւ քո վիճակը փոխելու հնարավորություն։